Hi guys, ինչպես խոստացել էի, այսօր բոլորով դիմահարդարվում ենք։ Ցույց եմ տալու շատ հեշտ աշխատանք, որպեսզի բոլորդ կարողանաք դա անել։ Եթե հետևում եք Instagram-ից, կտեսնեիք, որ ես գնել էի Shiglam-ի մի քանի պրոդուկտներ ու հենց այդ պրոդուկտները այսօր փորձարկելու ենք։ Չնայած դասավորեցի ու հասկացա, որոշակի պրոդուկտներ չունեինք, օրինակ թարթչաներ, քոնքերի գել, շրթներ։ Դրա համար ես սրահից բերեցի այդ 3-4 պրոդուկտ, որպեսզի կերպարը սարքեմ ամբողջական։ Չենք անել արհեստական թարթիչներ, աշխատելու ենք մաքսիմալ բնական ու ձեռքի տակ եղած նյութերով։ Ես շատ կողոքեվորվեմ, եթե դուք այս YouTube-ի վիդեոն որոշակի հատվածներով տեղադրեք ձեր story-ում ու ինչու՞ չէ կրկնեք ու ինձ նշեք, քանի որ այդ ամեն ինչը ողջևորում է ու ես ավտոմատ սկսում եմ ավելի շատ բաներ ցուցադրել։ Այ հիմա գնացինք։ Առաջինը օգտագործում ենք դեմքի խոնավեցնողը, ես ունեմ նաև սրա մանուշակագույն տարբերակը, սա ջրային հիմքով բազայի է, տենց է գրված, շատ եմ հավանում, ասեմ ինքը ինչով է տարբերվում, ինքը ոչ միայն խոնավացնում է, այլ նաև կպչուն շերտ է տալիս դեմքի վրա, ես այսօր աշխատելու եմ համ վրձիններով, համ ձեռքերով, որպեսզի տեսնեք, որ երկու տարբերակում է, կարելի է լինի, ուղղակի երկուսն է պետք է լինեն մաքուր։ Երբ որ օգտագործեք այս պրայմերը, կտեսնեք, որ դեմքը լավ ոնց որ սենց լվացվեք, այդպես թացության էֆեկտ եք զգալու, որից հետո մաշկը թեթև ձգման զգացողություն է ունենալու, որն էլ որ ըստ արտադրողի պահում է լավ դիմահարդարումը։ Ու որպեսզի մենք փորձարկենք արդյոք կպչունությունը այդքան ուժեղ է թե ոչ, ես դրա համար բերեցի թուղթ։ Եկեք կպցնեմ, նայեք։ Իսորական բազաների ու խոնավացնողների ժամանակ բնականաբար մենք չենք ունենա այս էֆեկտը։ Ձեր հետ հավասար բացում եմ պրոդուկտները, Shiglam-ի տոնը ընտրել եմ Golden-ը, քանի որ ես մաշկով ավելի մուգ եմ, տեսեք ընդհանրապես օգտագործված չի, անում եմ միանգամից վրձինի վրա, ահա, ու եկեք փորձենք տարածել։ Եթե ուզում եք տոնը լինի բարակ, կարող եք բավականին շատ տարածել։ Այսինքն, եթե նույնիսկ ընտրում եք ծանր ծածկողականության տոն, իրեն ինչքան հնարավոր է, լավ բացեք այնքան, ինչքան ինքը կբացվի։ Չգիտես ինչու առանց հայլի էի անում։ Վերեցի, որպեսի տեսնեմ։ Տեսեք, հա, բացում եմ իրեն։ Վրձինը չեմ սխմում դեմքիս վրա։ Շատ կարևոր է, որ վրձինը օդի մեջ, արտաքի շերտն ենք աշխատացնում։ Այս վրձինը հնարավորություն է տալիս շատ բարակ նստացնելու, իհարկե ավելի շատ ձեր ձեռքի աշխատանքից է կախված թե ինչ արդյունք եք ունենալու, բայց այս դեպքում այս վրձինով ինչքան էլ ուզենաք, շատ այսպես ասած գաջ էֆեկտը չեք ունենում։ Շատ եմ սիրում, երբ որ տոնը դնելու ժամանակ որոշակի քանակ տոնից այսպես բարձրանում եմ աչքերի շուրջ, որովհետև երբ որ աչքերի շուրջը մենք շատ ծանր ծածկողականության կորեկտոր ենք օգտագործում, բնականաբար մանր միմիկաները շատ են արտահայտիչ դառնում, դրա համար ես տոնի ավելորդ հատվածները բարձրանում եմ, որոշակի այսպես ասած ֆոնավորում եմ տալիս, ու շատ եմ սիրում պարտադիր փակել վզային հատվածը, իջնել դեպի ներքև ու առհասարակ ես փորձում եմ հաճախորդների տոներն մաքսիմալ նույնը վերցնեմ, որպեսզի շատ խնդիր չունենան վզային ու կրծքավանդակի հատվածում։ Եթե ունեք սև այսպես շրջանակներ, այսպես տոնով որոշակի, նայեք տարբերությունը, երբ որ տոնը որոշակի առումով գալիս եմ սև շրջանակների մոտ ու երբ որ չեմ գալիս, այսպես միքսում եմ։ Շատերը այս հատվածներում տոնը մոռանում են քսեն, կամ օրինակ հաճախորդները, երբ որ դիմահարդարումը ավարտում է, սենց են անում, մի արեք դա ուղղակի, որտեվ յուրաքանչյուր բան, եթե այսենց ֆորմաները փոխեք, սենց անեք, իրանք փոխվելու են։ Դուք ոնց առօրյայում եք, ոնց խոսում եք, ոնց դիմագից անշարժ մնում է, այդ ձևով պետք է աշխատել իր հետ։ Որովհետև ծալքային հատվածներում որքան են նյութ դնեք, այդ նյութը տեղ հավաքվելու է, որտեղ այս դիրքից թողնելու ժամանակ նյութերը հետ են գնում։
Ես չեմ սիրում, երբ որ մարդ դեմքի վրա ունենում է որոշակի հետքեր, օրինակ այս դեպքում բշտիկներ են իմ ճակատի վրա, ու փորձում է շատ նյութերով փակի, իմացեք, որ որքան շատ նյութը դեմքի վրա, այնքան ձեր խնդիրները արտահայտիչ եք սարքում։ Ընդհանրապես դիմահարդարումը նրա մասին չի, որ այսպես ասած ձեր իմացած ցեմենտով եւ բանով փակենք։ Այսենց ունեցա շիրուն բարակ տոն։ Շատ լավն է, շատ։ Որոշակի հարմարություն ինձ այստեղ ստեղծեցի ու հայլին դրեցի շտատիվի վրա մի ձև, որ ձեռքս չպայեմ, երկու ձեռքով հանգիստ կարողանամ աշխատել։ Անցնում ենք հաջորդ փուլին։ Օգտագործում եմ Shiglam-ի կորեկտորը Golden երանգ։ Ինչի համար եմ Golden-ը պատվել, որտեղ շրջանակները պետքա արտադիր օգտագործել մուգ երանգ, ծիրանագույն երանգ, որովհետև եթե դուք օգտագործում եք սպիտակ մտածելով, որ սև շրջանակը կարա սպիտակգույնը փակի, չարաչար սխալում եք։ Գնում եմ այսենց ու ուշադիր եղեք, որ ես կորեկտորը չեմ դնում աչքի տակ, այլ դնում եմ T զոնայում։ Այս հատվածում։ Նույն ձև էլ սա։ Կարող ենք բարձրանալ այս հատված, շատ ժամանակ այս հատվածը բարձրանալուց մենք ունենում ենք աչքի լիֆթինգային էֆեկտ, փակում ենք, այսպես ասած, օրինակ կախ հատվածները ավելի լուսավորում ենք, որով էլ հայացքը ավելի բարձր է երևում։ Լուսավորում ենք այն հատվածները, որոնք որ ցանկանում ենք ավելի լայն երևան։ Օրինակ իմ ծնոտային հատվածը ավելի կարճ է, ես կարող եմ միջև ներքև լուսավորել ու ստանալ ավելի բաց։ Ճակատս լայն է, որը ավտոմատ չեմ լուսավորում։ Սպասում ենք որոշակի ժամանակ չորանա ու անցնում եմ նոր նստացնելուն։ Օրինակ առաջ մենք անում էինք միանգամից նստացնելով, որովհետև չէինք ուզում նյութը չորանա։ Հիմա եկեք փորձեք հակառակը անել, սպասեք թող նյութը աշխատի դեմքի վրա, նոր նստացրեք։ Okay, անցանք առաջ։ Հիմա վերցրել եմ Ariel-ի վրձինը, իմիջիալոց այս վիդեո հոլովակը հնարավոր դուք ավելի շուտ տեսնեք, քան Ariel-ի վրձինների unboxing-ը, որտեվ դա արդեն արվել է Instagram-յան հարթակի համար, բայց կարևոր չի, եկեք անելով գնանք առաջ։ Արհեստական վրձին ու պարտադիր կրեմային բոլոր տեքստուրաների ժամանակ օգտագործում եք արհեստական վրձին։ Չոր նյութերի ժամանակ դիմափոշի, ստվերաներկեր, չոր սկուլպտոր, բրոնզեր, ինչ մտքներով տանցում բնական վրձին, որպեսզի նյութերը կարողանան իրենց վրա աշխատել։ Հիմա որոշակի առումով տարածում եմ այսենց ու ուշադիր եղեք, որ ես դիմահարդարման ժամանակ չեմ քաշքշում նյութը, այլ ուղղակի նստացնում եմ։ Իհարկե ժամանակները փոխվում են, հնարավոր է ինչ-որ ժամանակ, որ քաշքշենք կամ ինչ-որ այլ բան անենք, բայց այս պահին սա է ակտուալ, դրա համար ես փորձում եմ ձեզ ակտուալ նյութեր ցուցադրել։ Տեսեք։ Մյուսը կարող եք այս փոսիկային հատված բարձրանալ, պարտադիր է փոսիկ։ Եթե դուք այդ քթային հատվածում լավ չաշխատեցիք, ձեր մեյքափը դառնում է 0, որովհետև իմաստը կորցնում է կորեկտոր դնելու, եթե քթային հատվածը, այսինքն աչքերի ներքին անկյունները մութ են, այդ նույնն է, ինչ որ այդ հատվածում մուգ տեն կդնեք, բայց առանց մուգ տեն օգտագործելու դուք պետք է առաջնահերթ այդտեղ ստանաք լուսավորը։ Այսենց, սա էլ մի քիչ բարձրանամ, վերևի հատվածը առանձին եմ դնելու, ճիշտ ասած ժամանակի հետ կապված որոշակի փոփոխություններ կրում է, օրինակ առաջ ես անում էի աչքի ներքև վերևը միանգամից, իսկ հիմա հակառակն եմ անում, վերջացնում եմ ամբողջ դեմքը, հետո առանձին դնում վերևի հատվածը, չեմ կարող ասեմ ինչի հետ է կապված, եւ ժամանակի հետ մեկտեղ փոխվում է նաեւ ձեռքի աշխատանքը։ Սա Ariel-ի նույն այս վրձինների հավաքածուի ներսում գտնվող սպունգն է, սպունգը ինքը շատ փոքր էր, պարտադիր իրան լվանում ենք բոլոր հաճախորդներից հետո, եթե նոր գուբկա չունեք, պետք է ուրեմն պարտադիր լվանեք։ Լվանում ենք լավ քամում, հետո մի հատ անձեռնոցիկի մեջ քամեք, որպեսզի սեղմելուց ջուր չկաթա, որովհետև եթե ներսում ջուր եղավ, ձեր տոնը ուղղակի այսպես է լինում։
Ու սկսում ենք առանց սեղմելու դեմքի վրա նստացնել։ Սա նույնն է, ինչ որ տոնը դնելը։ Կուկան երբ որ հասնում է դեմքին, հետ է գնում, այսինքն չսխմեք, այս տեսքը չունենաք։ Անցանք առաջ։ Ինչի եմ ասում նախ չորացրեք, որովհետև հիմիկվա դրությամբ, եթե չեք ուզում օրինակ դիմափոշի օգտագործել, բայց ուզում եք ծածկողականություն ունենաք, դա իդեալական է ուղղակի։ Երբ որ նյութը չորանում է, այլ կարիքը չի լինում շատ ֆիքսացիա անելու։ Okay guys, անցնում ենք սկուլպտուրի օգտագործմանը։ Ուրեմն, մի հատ շատ կարևոր ինֆո։ Սկուլպտուրն ու բրոնզերը նույնը չեն։ Բրոնզերը դա տաք երանգն է։ Սկուլպտուրը դա սառը երանգն է։ Սկուլպտուրի միջոցով մենք կարող ենք նեղացնել դեմ, բրոնզերի միջոցով մենք տալիս ենք ստվեր, բայց որի ժամանակ դեմքը չի նեղանում։ Դրա համար եթե ուզում եք դիմագից փոխեք, օրինակ Այս ավելի նեղերև ասա ավելի մի օգտագործեք բրոնզերների տաք երանգները, այլ օգտագործեք սառը երանգներ ու ձեր մեյքափը կլինի աննկատ, գեղեցիկ։ Իսկ բրոնզերը ժամանակ, երբ որ մենք ավելացնում ենք օրինակ չոր բրոնզերը, նայում ենք քիչ է, էլի ենք ավելացնում։ Մոտիկից, բնականից այդ վառված տեսք է ունենում, դրա համար խուսափեք ու մի քիչ ավելի գրագետ եկեք դիմահարդարվենք։ Տակ, սա որ երանգն է Warm Honey եկեք լավ իրակիստիկով անեմ, հետո տարածեմ վրձինով։ Ժպտում ենք, հիմնական ես աշակերտներին էլ եմ տեն սովորացնում ավելի հեշտ կողմնորոշվելու համար, հաճախորդը կամ մոդելը ժպտում է, դեմքը բաժանում ենք հավասար մասի, այսինքն այս հատվածը կիսեք մեջտեղի մասի ու գտնում ենք ամենաբարձր անկյունը, օրինակ շատերը իջացնում են ստեղ, որովհետև մեծամասնությունը սովորացնում է ասենց, ես դες սովորացնում եմ հակառակը, բարձր տեղ դրեք Լավ, եկեք այս սենց անեմ, եկեք այս հատվածը նստացնենք, հետո նոր մյուսը, ու սկսում եմ, էլի նստացնելու շարժումներով, աշխատում ենք չքաշքշենք, Այ սենց, աննկատ, սիրուն, միքսված, մի գույնը մյուսի մեջ մտած, երեխեք շատ մաքուր աշխատեք, հետև այս դեպքում հաճախորդները շատ են գնահատում, երբ որ ձեր դիմահարդարումը արված է մաքուր։ Օրինակ ես հայերի մոտ շատ եմ նկատում երիտասարդ աղջիկների, որ հերիքչի մուկ անում են թշերը, ռոզվին դնում, մի հատ մեծ հայլայթեր Փորձենք գրագետ լինել, փորձենք նենց բաշխել նյութերը դեմքի վրա, որ մեկը մյուսի հետ կապված լինել։ Սա թեթև ստվերումն է, կոնտուրինգ արված հատվածն է, սա ոչ։ Հիմա տեսեք, քթի վրա անում եմ ներքևի հատվածում, քիթս միջև վերջ չեմ ընդգծում, որովհետև որքան քիթը ունի խնդիր, այնքան ձեր արած կոնտուրինգով ավելի արտահայտի չեք դասարկում։ Որքան քիթը չունի խնդիր, արեք կոնտուրինգ։ Այս դեպքում կային, որ ես դες ցույց չեմ տալու թույն երեկոյան մեյքափ ինչ որ մի արարողության համար, դրա համար աշխատեք օրորիայում նոմանտեց սև, մուր բաները մի օգտագործեք քթերներիդ վրա։ Իսկ այս հատվածների կոնտուրինգի հետ կապված մի բարձրացեք արտաքիշը, այլ ուղղակի, այսպես ներքև ու մի խազ վերև, շատ էլ մի արեք, որովհետև այդ ստվերները սիրուն չեն նայվում, կարակականջների հատվածում է աշխատեք, այսպես, հիմա տեսեք դեմքս սկուլպտուրով կոնտուրինգ արված, Քանի որ ես շատ եմ սիրում վարդագույն երանգը, ուզում եմ դեմքիս վրա ավելի շատ վարդագույնը գերակշռի, դրա համար այս դեպքում ես տեզոնայի բացացում եմ անում։ Այսինքն իմ դրած ծիրանագույն կարեկտրից հետո աշխատում եմ սպիտակով, նույն կարեկտրի սպիտակը դրել եմ, սպասել եմ մի քիչ չորանա, ու նայեք, այսպես սիրուն նստացնում եմ Հիմա տեսեք, քանի որ կոնտուրինգ չեմ արել, բայց ես կարամ որոշակի ստվերով, լույսով կներեք, լույսով գամ առաջ, այսինքն լուսավորությունը բերում եմ քթային հատված, որպեսզի քիթս մի փոքր նեղ երևա, այսպես, վիզուալ տոնի մուքությունից ելնելով ավելի նեղանում եմ, որտեղ արդեն սպիտակ լույսով եմ սկսել աշխատել, Ոսկե կանոն եմ հիմա ձեզ ասում, դիմահարդարման ժամանակ շատ կարևոր են լույսերը,
քան ստվերները։ Այսինքն միշտ աշխատեք ոչ թե մքությանը տանել մեյքափը, այլ ընդհակառակը լուսավորությանը ու այսպես արդյունք կունենաք։ Ու սկսում եմ նստացնել։ Ահա ունեցանք այսպիսի արդյունք, իսկ հիմա անցնում ենք բլաշին։ Անցնում ենք բլաշին, էլի Shiglam-ի Love Cake երանգն եմ ընտրել, սա իմ մաշկի համար բաց է, բայց ոչինչ, մենք կօգտագործենք, կփորձենք չոր բլաշով, հետո մի քիչ մքացնել, որքան մաշկի գույնը մուգ, ձեր բլաշի գույնը պետքա լինի մուգ, որքան բաց, այդքան բաց, այսինքն իմ նման մաշկի գույն ունեցող աղջիկը չի կարող օգտագործել շատ պարզ վարդագույններ, շատ բաց վարդագույններ, որտեղ կապտած էֆեկտ ենք ունենալու։ Բլաշի տեղերը դեմքի վրա որոշում եք ինքներդ։ Չկա ինչ-որ մեկը, որ կարող է ապացուցել ինձ եւ ձեզ, որ բլաշը սխալ է այս հատվածում օգտագործել կամ այն հատվածում։ Կախված է թե ինչ ենք ուզում ստանալ։ Օրինակ, եթե ես ուզում եմ ստանալ ավելի sense baby ինչ-որ մեյքափ, ավելի sense աղջիկական ինչ-որ, կարող եմ օգտագործել թշից խնձորակների վրա, այսինքն բարձր հատվածում, նույնիսկ քթային հատվածով։ Բայց քանի որ ես հիմա ուզում եմ ավելի շատ lifting էֆեկտի տանել դիմահարդարումը, որ հայացքս ավելի բարձր երևա, դրա համար ես կօգտագործեմ ոչ թե դեմքի դիմային հատվածներում, այլ դեպի հետ։ Ու պարտադիր բլաշը դնում ենք ոչ թե սկուլպտռի հենց վրա, այլ ժպտում ենք, էլի բաժանում ենք մեջտեղի հատվածի, ու արդեն դնում ենք սկուլպտռից ավելի բարձր։ Ես շատ եմ սիրում աչքի տակ մտնել։ Հիմա ցույց կտամ, թե խոսքը ինչի մասին է։ Նայեք, նորից նույն վրձինն եմ օգտագործում։ Պարտադիր չունենաք լիքը վրձիներ։ Դուք կարող եք ընդհանրապես մի վրձինով, լավ ճիշտ գտնված վրձինով անել ամեն ինչ դեմքի վրա։ Ահա։ Նայեք, այսպես նստացնելով տարա աչքի տակ, մի քիչ էլ։ Սա ինձի քիչ էր, որովհետև գույնը շատ բաց է, իմ աչքի վրա չի երևում։ Այ այսենց։ Չեմ մտնում սկուլպտռային հատվածը, երեխեք, տենց բաներ մի արեք, սկուլպտռին չեք դնում, որ պետքա հետո տարբեր գույներով վրան փակեք։ Այ այսենց։ Դե հիմա նայեք, այս հատվածս ու սա։ Անցնում ենք աչքի վերևի հատվածներին, առանց ափսոսալու երեխեք նյութերը մի ափսոսացեք օգտագործել, որովհետև եթե դուք նյութերը չօգտագործեցիք, դուք երբեք արդյունք չեք ունենա։ Ես ահավոր չեմ սիրում այն դիմահարդարներին, ովքեր որ ափսոսում են նյութ օգտագործել, թե իրենց վրա, թե իրենց մոդելների վրա, թե հաճախորդների վրա, դուք երբեք ինչ որտեղ չեք հասնի։ Առեք, փորձարկեք, հասկանում եմ, որ դա ֆինանսի հետ էլ է կախված, բայց եթե դուք ստաբիլ աշխատող եք, ես կարծում եմ, որ կարելի է ամսեկան գոնե 2 նյութ ունենալ նորություններից փորձարկելու համար, որովհետև դիմահարդարը աճում է այն ժամանակ, երբ որ փորձարկում է ամեն ինչ, երբ որ ինչ-որ բան մոտը չի ստացվում, փորձում է այնքան մինչև ստացվի, ու դուք կունենաք շատ արագ արդյունք։ Այ այսպես դնում եմ, սպասելու եմ չորանա նորից ու նոր դրանից հետո անցնելու եմ նստացնելուն։ Եթե մի անգամից նստացրեցիք, երեխեք ջան, կտենաք, որ ձեր դրած նյութը բացվում է, ուղղակի բացվում։ Այ այսպես բերեք, նույնիսկ ես շատ ժամանակ քթային այդ հատվածից բարձրանում եմ այս հատված։ Ահա։ Սպասում ենք չորանա։ Չորանալուց հետո սկսում ենք միացիրուն նստացնել։ Սիրելի աղջիկներ, եթե ուզում եք, որ ձեր ստվերաներկերը կեղտոտ ռաստուշովկա չլինեն, այսինքն տեսել ենք, չէ, որ երբ որ ծենով աշխատում ենք, վերջավորությունները, որ պետքա բարձրանա հոնք արդեն մարի, լինում են սենց ցեխոտ, քառակուսի, կլոր, ցխված, այդ նրանից է, երբ որ դուք կոպը լավ չեք չորացնում։ Ոչ թե ուղակի պուդրայով տմ անցնում եք, այլ լավ չորացնում ենք, այնքան մինչև աչքը ներքև նայել ու բացելու ժամանակ ոչ մի հատվածներ չհավաքվեն։ Երբ որ մատը մոտիկացնեք օրինակ
օրինակ կոպի հատվածում ու մատը կպչունություն չունենա։ Մենակ այդ դեպքում կարա ձեր ծեները ունենան սիրուն ռոստուշովկա։ Այ այսպես նստացնում եմ ու հիմա ֆիքսելու ենք դիմափոշիով այն հատվածները, որոնք ուզում ենք, որ մատվի Երևան։ Դիմափոշին կարող ենք ֆիքսել եւ սպունգով, եւ վրձինով, ու եթե իմ մնացած ռիլերն ու վլոգերը նայել եք, ես սրա մասին էի խոսում, սա հենց Շիգլեմինն է, որի ժամանակ բուդրյան վերցնում ենք ու տամ։ Իրական շատ հարմար է, չեմ կարող ասեմ, բայց այս վերջերս հաճախորդներին էլ եմ ես ֆիքսում։ Վերցրել եմ էլի Շիգլեմի թափանցիկ բուդրյան։ Թափանցիկ բուդրաները հիմնականում լինում են սպիտակ գույնի, այսինքն երանգ չեն տալիս, ուղղակի սարքում են մատվի։ Առաջինը ֆիքսում ենք ներքևից սկսած ու դեպի անկյունային հատված եմ տանում։ Ինչի համար, որպեսզի շատ աչքերի տակ չբարձրանա, մանր միմիկաները շատ արտահայտիչ չսարքեմ։ Այ այսպես ու գալիս ենք դեպի քթային հատված։ Այսպես նույնիսկ կարող ենք կոնտուրինգի տեսք տալ քթային հատվածում առանց կոնտուրինգ անելու։ Մյուսը մի հատ նայենք տարբերությունը։ Դիմափոշիով կարող եք ֆիքսել այն հատվածները, որոնք ուղղակի ուզում եք մատվի դառնան, ու առհասարակ ես շատ եմ սիրում դիմափոշիով աշխատել, որովհետև փորձը ցույց տվեց, որ հենց դիմափոշու ֆիքսացիա, այսինքն ձեր ֆիքսելուց է կախված դիմահարդարման տևողությունը։ Ու նաև որակը, որովհետև եթե չենք ֆիքսում աչքերի շուրջը կամ որոշակի հատվածներ, որտեղ որ աշխատանքը արվում, օրվա ընթացքում արյունի ջերմաստիճանից ելնելով իջնում են նյութերը ներքև։ Ու չկա այդպիսի դիմահարդար, որ կարող է ձեզ գարանտիա տա, որ իր մեյքափը միշտ մատվի ու շատ երկար կարա մնա, որովհետև դա շատ ինդիվիդուալ է ու կախված է մարդու մաշկից ու նաև մարդու պահելու ձևից։ Օրինակ, այս հատվածներս բավականին փայլ ունեն, եկեք մի փոքր մատվիացնենք։ Դիմափոշին չենք քաշքշում, այլ նորից դնում ենք, որովհետև դիմափոշին ինչ անում, ֆիքսում ու սարքում մատ է, դրա համար մենք պետք է ֆիքսենք, ոչ թե սենց անենք։ Հենց այտենց արեցիք, ցեխագնդիկ եք մոտարապես սարքում դեմքը։ Եկեք նաև բեքինգ անենք։ Բեքինգը ինչպես ենք անում, ֆիքսում ենք այն հստակ հատվածները, որոնք ուզում ենք լավ, պարզ ֆիքսվեն։ Ժպտացեք։ Այ այսպես, սիրուն, օրինակ ես շատ հետ չեմ տանում նրա համար, որովհետև իմ դեմքի կառուցվածքից ելնելով ես ուզում եմ, որ ֆիքսվեն այն հատվածները լուսավորվեն, որոնք որ արդեն կգան դեմքի մեջտեղից դեպի առաջ, ոչ թե հետ, որովհետև հետի երբ որ տանում ենք հետ, այդ հատվածներում ավելի դեմքը լայն արում, այսինքն դեռ շարունակություն է ունենում, ես չեմ ուզում շարունակություն ունենա։ Այ այսպես Շատ կարևոր է ժպտալը, ժպտացեք, որ ինչքան հնարավոր է բարձր դնեք հատվածները։ Հիմա նայեք, ձեզ շատ հետաքրքիր բան եմ ցտալիս, սա սուր վիճակն է։ Երբ որ ուզում ենք ավելի սենց բարձրանա, ավելի սենց փափուկ էֆեկտ կա, այս հատվածից ոչ թե շուրջ են գալիս, այլ բարձրանանք դեպի քիթ։ Այ այսպես։ Մի հատ նայում ենք տարբերությունը այս դեմքի եւ այս հատվածին։ Ամենավերջում, երբ որ մեյքափը կավարտեք, կարող եք թողել ու հանգիստ նոր վերջում իրան բլենդել։ Հիմա ֆիքսեմ աչքերի վերևի հատվածում ու սկսենք ծենային աշխատանքը։ Հարթացնում եմ պարտադիր, մինչև չհարթացնեք, ոչ մի բան չֆիքսեք, պետքա ոչ մի գիծ չերևա։ Ու այսպես մինչև վերջ լավ չորացնում ենք։ Մյուսը, երբ որ լավ չորացրած եք լինում, արդեն ինչքան նայեք վերև ես կողմեն կողմ, ինքը ոչ մի բան չի լինի։ Օրինակ շատերը ասում են, որ երբ որ օգտագործում են ստվերաներ, հավաքվում է, դա ձեր չֆիքսելուց է գալիս, պետքա ֆիքսվի։ Այսպես փոշոտ ինչ որ ձնե մարդուկ դառա։ Ինչևիցե անցանք ստվերաներկերին։ Մենք ստվերաներկերին ընտրել եմ ձեզ համար Շիգլեմի այս պալիտրան, անունը Smart Cookie, ինչի համար հենց սա, որովհետև մենք ունենք բոլոր երանգները, ինչը պետք է ձեզ դիմահարդարման համար։ Եկեք սկսենք ամենաբաց երանգից ըստ իս, այսինքն եկեք այս սրանից սկսենք։ Չչչուրոյա անունը։ Ունում եմ աչքի մեջտեղի հատվածում։
Եթե ուզում եք ձեր ստվերաներկը սիրուն նստի, պարտադիր մինչև բլենդ անելը, նույն ռաստուշովկան, դրեք ստվերաներկը։ Ու աշխատեք աչքից շատ դուրս մի հանեք, եթե ուզում եք շատ բարձր հայացք ունենաք ու նուրբ։ Դնելուց հետո նոր իրան թեթևակի բլենդ եմ անում վերև։ Ու տեսեք, աշխատում եմ աչքիցս շատ դուրս չգամ, որտեղ երբ որ դուրս են գալիս, մենք ոչ թե ունենում ենք շատ սուր կամ բարձր հայացք, այլ ընդհակառակը ավելի ընկած հայացք։ Մյուսը դնում եմ հենց շարժական կոպի վրա, այսինքն սիրուն դրեք աչքի երկրորդ հատվածում, տամբ, այդ տեխնիկան տամբ, հետո ծայրերը բլենդ ենք անում դեպի վերև։ Հիմա, տեսեք ուրեմն, քանի որ ես highlighter չեմ պատվիրել, բայց ես ուզում եմ ունենամ լուսավոր հատված, highlighter չեմ պատվիրել, բայց ուզում եմ ունենամ լուսավոր հատվածներ։ Իմիջիայից highlighter-ը այս տարի այդքան թրենդային չի։ Դրա համար ինչ եմ անում լուսային հատվածների համար, վերցնում եմ ավելի բաց գույնի ստվերաներ ու highlighter-ի փոխարեն նույն լույսը տալիս եմ, բայց ոչ փայլով, այլ մատվիով։ Ես չեմ սիրում մուհոնքի տակը շատ փայլուն, որտեղ ոչ բոլորին ու ոչ բոլոր աշխատանքների ժամանակ են դրանք պետքա կան։ Նայեք հիմա ոնց է լուսավորվում այդ հատվածը։ Պարտադիր չի highlighter լինի, որը տեղ լուսավորվի։ Մի հատ խնդրում եմ տարբերությունը նայեք։ Չլուսավորած հոնքի ու լուսավորված հոնքի։ Ես ճիշտն ասած դիմահարդարումը շատ խառը ձևով եմ անում, կախվածա տվյալ պահին ինչ եմ ուզում, լինում է ինչ-որ բան դնում եմ, դուրս չի գալիս, արագ փոխում եմ, շատ կարևոր է, որ դիմահարդարը նաև իմանա, թե ինքը ինչ արդյունք է ուզում, երբ որ արդյունքը իմանում է, ընդհանրապես տարբերություն չկա, որը առաջինը կլինի, որը երկրորդը։ Ավելի փոքրացնում եմ վրձինս ու վերցնում եմ ավելի մուգ երանգ, եկեք այսի վերցնեմ։ Դնում եմ աչքի երրորդ հատվածում, այսինքն աչքի վերջում։ Շատ կարևոր է, երբ որ դուք դնում եք, պարբերաբար բացած հայացքով նայեք։ Ու բացած հայացքով ոչ թե սենց կամ ճակատային կամ հոնքային, այլ անեմոցիա ուղիղ, որտեղ այդ ժամանակ նոր կարող եք հստակ տեսնել ինչքան է պետք վերև բարձրանալ։ Այ սենց դնում եմ երրորդ հատվածում։ Հիմա տեսեք տարբերությունը։ Հիմա ծայրային հատվածները թեթև բլենդ եմ անում առաջ։ Այս հատվածը դեպի վեր ու դուրս։ Հետ նայում ենք տարբերությունը։ Մյուսը, բայց երանգով մի քիչ լուսավորեմ դիմային հատվածները։ Այսինքն տեսեք ստվերները, լույսերը մենակ դնում եմ։ Երբ որ դնեմ ու տեսնեմ, որ ինձ դուրս չի գալիս, նոր կսկսեմ իրենց բլենդել։ Օրինակ այս հատվածը ես սիրում եմ ավելի լուսավոր։ Մյուսը։ Եկեք այս դիմափոշին ստեղից մի քիչ հավաքեմ նրա համար, որ դուք տեսնեք լույս ու ստվերը։ Նաև կարող եք այս հատվածներն էլ լուսավորել բաց երանգով, որպեսզի ստվերը շատ ուժեղ չերևա։ Ավելի բաց երանգը դնում ենք աչքի միանալու հենց մեջտեղը, այստեղ։ Դրա համար ուղիղ նայած վիճակում հանգիստ դրեք։ Ես սիրում եմ դիմային լուսավորությունները, որտեղ դիմացի երբ որ լուսավորում ենք, մենք քթից որոշակի հեռավորություն ենք ունենում։ Օրինակ, եթե ձեր աչքերը մոտիկ են տեղակայված քթին, դիմացները լուսավորեք, մուգ բաներ մի բերեք, ու հակառակը, եթե օրինակ հեռու են տեղակայված, մուգ աշխատանքով եկեք առաջ։ Լուսավորում եմ դիմային հատվածներս, որ ավելի պարզ լինի լույսը։ Եթե ուզում եք հստակ երևա, կոնկրետ գույնը դրեք ու բլենդ շատ մի արեք, որ երևա։ Այսինքն պարզ մի քանի վայրկյանում ստանում ենք սիրուն արված ռաստուշովկա։ Գլոտի սուրմայան վերցնում եմ վրձինով, քանի որ ես ինքս շատ սովոր եմ անել, դրա համար իմ մոտ այս ամեն ինչը շատ արագ է ստացվում։ Ու դուք էլ եթե սովորեք ձեր վրա գտնել հեշտ ձև աշխատելու, դուք էլ մի քանի վայրկյանում ձեզ շատ սիրուն մեյքափներ կարաք անեք։
Այսինքն անցնում եմ ու փակում աչքի սպիտակ ու թափանցիկ հատվածները։ Մի հատ տեսեք ոնց հայացքս ընդգծվեց։ Հիմա ներքևը աչքերի մեջ մենք անում ենք սև, այո, աչքը փոքրանում է։ Իսկ եթե աշխատելու ենք նրա ներքևի հատվածից, աչքը լայնանում է։ Աչքերի ներքևի կոպին աշխատում եմ նորից նույն երանգներով, առաջին երանգից սկսած ու տափակ վրձինով։ Շատ հարմար է աչքի տակը տափակ վրձինով աշխատելը։ Դրա համար մի քանի տեսակ տափակ վրձիններ ունեցեք։ Այսինքն դնում ենք աչքի վերջին հատվածում։ Օրինակ, եթե ուզում եք ավելի ծայրային հատվածը ընդգծված լինի, մենակ վերջը դրեք։ Եթե ուզում եք ամբողջությամբ գա, արդեն ցենց սիրուն դասավորելով գալիս ենք։ Ես ուզում եմ վերջին հատվածները, որովհետև ուզում եմ, որ թարթշա ներկսել օգտագործեմ դեպի այդ կողմի վրա։ Երկրորդ գույնն եմ վերցնում ու արմատին շատ քիփ լրացում եմ անում, որպեսզի աչքը շատ չլայնանա, այլ ուղղակի արմատային հատվածը լինի ավելի մուգ։ Այո, այսենց սիրուն դրեք։ Եվ վերցրել եմ կաբարեն, Vivienne Savoy-ի շատ եմ հավանում ու արդեն երկար տարիներ իրեն եմ հենց օգտագործում։ Հիմա տեսեք թարթներս ոնց են քսում։ Քսում ենք դեպի այդ ուղղությամբ, այսինքն թարթիչը արմատին դրեք ու իրան տարեք դեպի կողմ, որ հայացքը ավելի ձգված սարքենք, ոչ թե կլոր։ Բայց կան դեպքեր, որ ինձ կլորն է իմ դեմքի վրա սազում, նույն ձև էլ ուրիշներին։ Դրա համար դուք ինքներդ որոշեք ինչ ուղղությամբ եք ուզում ու տուշը հենց այդ կողմով էլ աշխատացրեք։ Այ այսենց իրան քաշում եմ դեպի դուրս։ Ոյ, եթե հանկարծ կոպի վրա կսվի ձեր տուշը, մի անգամից մի ջնջեք, սպասեք, թող չորանա, վերջում փայտիկով բամբակի իրան զգուշ հանեք։ Այ այսենց։ Տեսեք տարբերությունը։ Գործելու եմ Shiglam-ի Glitter Liner-ը, իրա կիստիկը հենց sense բավականին, ոյ, ձիգա, ու հիմա փորձելու ենք այս դիմային հատվածները փայլիկ անել։ Так։ Ոյ, սիրունը, այնքան թաց եմ զգում իրան։ Ես ձեռքից վրա արդեն իրան մինչև աչքի վրա ցուցադրել փորձարկել էի ու ցանկացած բան ես պարտադիր փորձարկում եմ ին վրա, նոր հաճախորդի վրա, որպեսզի հասկանամ ինչ արդյունքի համար պետք է այդ նյութը օգտագործեմ։ Շատ թաց իրան զգում ենք, բայց ինքը քարանում է հավերժ։ Այ այսենց, ահա, մի քիչ այս հատվածը ավելացնեմ։ Օ, շատ սիրուն է։ Անցնենք առաջ, անելու ենք չոր բլաշ, մաքրելու ենք այս սպիտակած հատվածները, շուրթերս, ֆիքսատոր ու ոնց որ թե վերջ։ Եկեք այ այսենց, սիրուն, բնական վրձինով, այսպես ասած ալվում եք դեմքի վրայի փոշիները, բայց նայեք սենց խուճուճ-մուճուճ մի արեք, հենց այն ուղղությամբ, որը որ դուք ֆիքսել եք։ Ինչալոց թափանցիկ դիմափոշիները օգտագործելուց շատ զգուշ եղեք, որտեղ շատ ժամանակ ինքը սպիտակ լաքայի էֆեկտ է թողնում, ոչ բոլոր արտադրանքներն են այդպես, բայց հաշվի առեք, առնելուց։ Կընտրեմ իմ համար այ այսենց երանգ, որտեղ սա արդեն բաց է համարվում, նույնիսկ կարելի է այսենց խառնել, որպեսզի իմ մաշկի վրա երևա։ Դնում ենք Այ այսենց աչքի ներսը քիփ եմ գնում, որտեղ ուզում եմ բարձր երևա։ Ինձ սիրուն վարդագույն երանգ ունեցանք։ Setting spray-ի մատը։ Թափ ենք տալիս, բայց չգիտեմ ինչի ենք թափ տալիս, երևի արդեն ռեֆլեքսորեն է մեզ մոտ ստացվում։ Ոյ, այնքան հաճելի հոտ ունի, որ կարելի է ամբողջ ընթացքում ցանել։ Ինչն է շատ դուր ես եկել, անցած անգամ էլ ռիլի համար, որ նկարում էի օգտագործեցի, քիչ է գալիս նյութը, այսինքն չի ծխում, օրինակ ես ունեմ ջրային հիմքով ֆիքսատորներ, որոնք պետք է շատ հեռվից անես, որտեղ միանգամից ծխվում է ու թացանում է դեմքը։ Այս ինչքան է մոտիկ պես, շատ լավ բան են օգտագործել, չգիտեմ սրան ինչ են ասում, շատ լավն են օգտագործել ու ընդհանրապես նեղություն չի տալի։ Քանի որ շուրթերի հետ կապված ոչինչ չէի պատվիրել, բերել եմ իմ մոտից, սա լոշնի 05 համարն է, ստանալու ենք ծայրեր մի քիչ մուգ, ներսում ավելի նատուրալ։
Այն հատվածները ավելի բաց մատիտով մի քիչ blend եմ անում։ Ինչ այլեց ես շատ հստակ շուրջ չեմ սիրում, շատ ժամանակ մատիտ օգտագործում, սենց կողքերը մի քիչ տարածում եմ։ Նատուրալ երանգ, շատ սիրուն երանգ է, սա լոշնի 14 համարն է։ Այսինքն սիրուն նատուրալ բնական շուրջ եմ ստանում։ Ես չեմ օգտագործել highlighter-ներ, դրա համար շուրթից վրա գլոս կօգտագործեմ, որ ինչ-որ միտեղ ուժեղ փայլ լինի։ Գլոսը շատ չենք քսում, շատ քիչ ենք քսում, շատ ներքև չենք իջնում, որտեղ որքան էլ գլոսը լինի բարձր դաս կամ պինդ, ամեն դեպքում մարմնի տաքությունից ելնելով հալելու հատկություն ունի։ Ինչ շատ է դուր գալիս, որտեղ կոսմետիկան համարվում է միջին դաս, հասանելի գնման համար ու շատ էֆեկտիվ դեմքի համար։ Ու հիմա դեկոլտեի վրա օգտագործելու եմ Shiglam-ի Eros երանգ ունեցող body highlighter-ը։ Հիմա անում ենք այն տեղերում, որտեղ շատ բարձր է։ Այսինքն, ահա։ Ու հիմա իրան սիրուն տարածելու ենք։ Ես հայլիով եմ նայում։ Ոյ մամա ջան, ինձ սիրուն է։ Աստված։ Շքեղ։ Ուրիշ բառ չեմ կարող ասեմ։ Այսինքն շատ սիրուն է։ Աստված իմ այս վրցինից որ ունենաք լուրջ եմ ասում, գիտեք ինձ ինչքան շնորհակալություն եք հայտնելու։ Ay, այսենց շատ սիրուն է։ Ընտիր, շատ գոհ եմ։ Սա իմ վերջնական տեսքն է, ես իմ չոլկան իջացրեցի, մազերս մի քիչ հետ տարա, ականջողերս դրեցի, ունեցանք այսենց սիրուն դիմահարդարում։ Եվ եկեք խոստովանենք, ես այսօր ձեզ ապացուցեցի, որ պարտադիր չի ունենալ լյուքս, բարձր դասի, շատ թանկ նյութեր։ Խնդիրը ձեր մեջ է։ Դուք ինքներդ կարող եք ստանալ միջին դասով շատ սիրուն դիմահարդարում, թե առօրյա, թե երեկոյան, նույնն էլ կասեմ վրցինների մասին, որ պարտադիր չի ինքը լինի բրենդային բարձր դասի, ինչ որ կարևոր, ինչ որ մեկի արտադրանքը, որտեղ շատ ժամանակ անունն է աշխատում բրենդի համար, այսինքն արժեքը որոշվում է բրենդի անունով, ոչ թե որակով։ Իհարկե կան բացառություններ երկու դեպքում էլ, բայց կոնկրետ Shiglam-ի դեպքում ես չզգացի միջին դասը իմ վրա, որովհետև ամեն ինչ արեցինք նույն հերթականությամբ, նույն ուշադիր լինելով, ավելի մանրամասն, ավելի սիրուն։ Shiglam-ի դեպքում ստացանք շքեղ արդյունք։ Սա որպես դիմահարդար ես ձեզ ասում եմ, որ շքեղ արդյունք է, որը նաև դիմահարդարներ կարող են օգտագործել եւ աշխատել գումար։ Դուք ինքներդ ովքեր դիմահարդար չեն եւս, որտեղ այս փայլը ես ունեմ լյուքս պրոդուկտներ, որ համարյա նույն էֆեկտն է, եթե ոչ ավելի թույլ, նույն ձևը դեմքի հետ կապված նյութերը ուղղակի իդեալական են աշխատել։ Ես շատ գոհ եմ։ Դից օգտվելով ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ինձ մոտ կարող եք գրանցվել զրոյական դասընթացների վերապատրաստման, օրական եւ ինքդ քեզ դիմահարդարման այն ամեն ինչը, որ արեցի իմ վրա, ես անհատական նաեւ մոտեցումով սովորեցնում եմ մարդկանց իրենց վրա ոնց աշխատեն ու ինչ նյութերով, որից հետո դուք ինքներդ որոշում եք, թե ինչ նյութեր գնել դրա համար։ Շատ շնորհակալ եմ ինձ հետևելու համար, մինչև վերջ ինձ նայելու համար, կսպասեմ ձեր սթորիներով, որպեսզի կնեք, իսկ հետո տեղադրեք, ես շատ ոգևորությամբ կնայեմ ձեր տեղադրած սթորիները։ Չենք մոռանում ինձ հետևել TikTok-ում, Instagram-ում, YouTube-ում, պարտադիր ներքևում subscribe եք լինում, տալիս եք զանգակ կոճակը, որ հենց վիդեո տեղադրեմ, ձեր մոտ մի անգամից բերի։ Bye!